Պարոն Բեգոյան, ինչքան ժամանակ է պետք, որպեսզի չորացնենք 10 տարեկան ծառը։ Էլ չունենք այն ժամանակը, որ պիտի իրանք աճեն։ Սրանով է պայմանավորված նաև այդ մեծ շուրջ 10 տարեկան ծառերի ձեռքբերումը Երևանի կողմից, որը իհարկե հասկանում ենք, որ բավականին թանքաճույք է։ Դե մարդը ճիշտ է ասում, ասենք մի տարեկան ծառը 10 տարեկանում չորացնելու համար 9 տարի պետք է, չէ՞ գոնե, որ սպասես մի տարեկանը մինչև դառնա 10, հետո չորացնես։ Մենք այդքան ժամանակ չունենք, էլի սպասելու, այնա մի անգամից 10 տարեկանը կչորացնենք։ Այս օրինակ Արտյոմ ասենք այս սոսիները գերթանկարժեք տնկել ենք, իրանք պատկերացրեք մի տարեկանում տնկեինք։ Փոքր չորացած չի վեր լինելու, մասնաց նայեք ինչքան մեծ չորացած արդեն հասուն կայուն ծառ է, էլի, բանը 10 տարեկան։ Հիմա իրանք պիտի սպասեինք, օրինակ այս մեկը պիտի սպասեինք դառնար 10 տարեկան, քանի 9 տարի ժողովուրդը պիտի սպասեր, մինչև այս ծառը դառնար 10 տարեկան, հետո չորանար։ Հենա մի անգամից 10 տարեկանում չորացնում ենք, հեսա։ Էսի, ասենք, քանի տարի պիտի ժողովուրդը սպասեր, մինչև այն փոքր շիվերը մեծանային չորանային։ Այս մեկը չգիտեմ ով է հանել, ստե սիրուն չորացած էլի ծառ էր, բայց հանել են, հենա փոսի տեղը երևում է, էլի։ Հա, այս մեկերը հելը նորմալ են, նորմալ։ Էսի նայեք, ասենք քանի տարի էր պետք, մինչև փոքր են շիվերը մեծացնեինք, սարքեինք այսքան ու չորացնեինք։ Հետո մի անգամից մեծ տնկում ենք ու չորացնում ենք։ Մեկը ոչնչոտ։ Էսի օրինակ նախկինների վաղ տեսել եք այսքան մեծ չործա։ Բռնում շիվեր էին տնկում չորացնում։ Նորմալ մեծ 10 տարեկաններ ենք չորացնում։ Դիմացի մայթում էլ ենք տնկել, էլի մենակ ստե չենք չորացրել, հեսա, միացտեղ ենք չորացրել։ Հետո այնտեղ էսել ենք նորմալ չորացրել, էսել ենք նորմալ չորացրել։ Ինչ վատա որ Առաջին անգամ Երևանը ներմուծել է Եվրոպայից այդպիսի մեծ հասուն ծառեր, որոնք հենց իրենց տեղադրման պահից են կատարում իրենց ֆունկցիան։